հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի եւ արժանապատիվ ճամփորդության նպատակը։ Ներքին գործերի նախարարի ինքնավստահ խոսքից տպավորություն է, թե ուր որ է հայերը կսկսեն առանց վիզայի ճամփորդել Եվրոպայով մեկ։ Տպավորությունն արագ փշրվում է վիզաներ ստանալու մասին Facebook-յան քննարկումները կարդալուց հետո։ Ունեմ արդեն 4 մերժում եվրոպական տարբեր դեսպանատների։ Բոլոր մուտքի փաստաթղթերը կազմվել են մասնագետների կողմից։ Ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Լավ, ինչու են մերժում։ Սովորական մարդն իրավունք չունի Եվրոպա շրջագայելու։ Սովորական մարդը կարծես իսկապես իրավունք չունի Եվրոպայում շրջագայել։ Վիզաների մասին սոցցանցային մի քանի խումբ ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ մեր երկրում դժգոհության մեծ ալիք կա վիզա կենտրոնների, դեսպանատների աշխատանքից։ Դուք լավ եք պրծել, 15 Շենգեն ունեմ, որից 3-ը 1 տարով մուլտի։ Ֆրանսիական դեսպանատնից մերժում ստացա։ Ըստ պաշտոնական վերջին վիճակագրության Շենգեն վիզաների մերժումները Հայաստանից դիմողների համար աճել են դիմումատուների թվի աճին զուգահեռ։ Եթե 2022-ին ավելի քան 7800 հայկական անձնագրի Շենգեն վիզան է մերժվել, 2023-ին այդ թիվը ավելի քան 10000 է, 2024-ին արդեն 12000։ 2025-ի տվյալը բաց աղբյուրներում հասանելի չէ։ Մերժումներից բացի մեկ այլ գլխացավանքել հայերի համար դեսպանատներում օր վերցնելն է։ Օր վերցնելը դժվար է։ Հունվարից մինչև հիմա չենք կարողանում օր վերցնել։ Առանց բոտի չի լինի։ Ուղղակի լինում է, որ բոտի համար վճարում են, բայց էլի չի լինում օր վերցնել։ Հիմնականում Հունաստանի դեսպանատուն մտնելու համար ազատ օր չեն կարողանում գտնել ճամփորդություն պլանավորողները։ Կասեք, հնարավոր է արդյոք հունականում օր վերցնել։ Կայքը բացում է բազմաթիվ բաց սլոթերով ու չի լինում վերցնել։ Բարև ձեզ, մարդ կա, որ Հունաստան կարողանում է օր վերցնել ու ռեալ է մոտակա օրերս։ Անհնար բան եք ասում, նախ չի բացում, երկրորդ կայքը չի աշխատում նորմալ։ Վիզա կենտրոնների, դեսպանատների աշխատանքից մարդկանց այսպիսի դժգոհությունը ներքին գործերի նախարարին չի խանգարում պարծենալ, թե պատմական առաջընթաց կա եւ 2024-ի սեպտեմբերից սկսվել է Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսությունը։ 2026 թվականի մայիսին օրեր առաջ եվրոպացի գործընկերները ներկայացրին առաջին առաջընթացի զեկույցը։ Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր։ Այս զեկույցին է հեղումանում ներքին գործերի նախարարը։ Եվրոպական հանձնաժողովն է կազմել 26 էջանոց զեկույցը, որտեղ այդպես էլ չի նշվում Հայաստանի համար վիզաների ազատականացման վերջնաժամկետը։ Ըստ եվրոպացիների գործընթացը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Զեկույցում նաև խոսվում է քաղաքական ապաստանների, միգրացիոն այլ ռիսկերի մասին։ Ընդամենը 10 օր առաջ հենց Երևանում էին Եվրամիության առաջնորդները խոսում Եվրոպայի այսպես կոչված ինքնապաշտպանության մասին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում քննարկում էին, թե որն է Եվրոպայի հիմնարար պատասխանատվությունը առաջիկա տարիներին։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի համոզմամբ եվրոպական երկրների ինքնապաշտպանությունը ավելի դժվար է դառնում միգրացիոն հոսքերի ֆոնին։ Ալբերտ Սելոփյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։